Լիա եւ հաջողիայի մեզ գործը ձեռած մերոց եւ պաշտպանություն հավատո եւ հարինյաց եւ ազատագրումն շրջանի Շուշվա Աստվածորդնի ողջությամբ ձեզ տանի դեպի հաղթանակ։ Նաև հայրենականի պատմական հաղթանակը կերտած հայ ժողովուրդը մայիսի 9-ին ձուլել էր նոր տոն Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման։ Դեռ 5 տարի առաջ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին եռատոն էին նշում։ Այսօր Արցախը օկուպացված է, հայաթափված, Շուշիի հարսանիք լեռներում օպերացիան եւ անմահացած հայորդիների հիշատակը մատնված մոռացության։ Պատմությունը գրեթե երբեք չի ներում, երբ մոռանում են նրա դասերը։ Իսկ հա Ռուսաստանի օրացույցում մայիսի 9-ը ամենակարևոր տոնն է արդեն 80 տարի շարունակ, երբ փառաբանվում է Խորհրդային Միության հաղթանակը նացիստական Գերմանիայի դեմ։ Дорогие граждане России, Նացիստների Խորհրդային Միությունը նվաճելու ծրագրերը փշրվեցին, բախվելով երկրի երկաթե միասնությանը։ Ժողովրդի հերոսությունը համընդհանուր էր։ Խորհրդային Միությունը կրել է թշնամու ամենադաժան անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, որոնք մինչ այդ ճանաչել են միայն խաղաղ աշխատանքը, զենք են վերցրել ու մահվան գնով կանգնել բոլոր բարձունքներում, պլացդարմներում եւ սահմանագծերում։ Նրանք են որոշել ամբողջ երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը անարարկելի հաղթանակներով Մոսկվայի ու Ստալինգրադի, Կուրսկի ու Դնեպրի ճակատամարտերում։ Միշտ պիտի հենվենք մեր միասնության վրա, թե ռազմական, թե խաղաղ ժամանակներում, մեր ռազմավարական նպատակներին հասնելու խնդիրների լուծման հարցում հանուն Ռուսաստանի, նրա հզորության ու բարօրության։ Մենք հիշում ենք երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը եւ երբեք չենք համաձայնի դրա հետ կապված իրադարձությունների խեղաթյուրմանը, դահիճներին արդարացնելու եւ իրական հաղթողներին մեղադրելու փորձերին։ Ռուսաստանը եղել եւ կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության եւ հակասեմականության ջատագովների համար։ Նա պայքարելու է այն անօրենությունների դեմ, որոնք գործում են այս ագրեսիվ ու կործանարար գաղափարների կրողները։ для каждого из нас. Մոսկվայում էր նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը կծկտուր շփումներ ունեցավ Կրեմլի ղեկավարի հրավիրած բարձրաստիճան հյուրերի հետ, առանձնազրույց Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այնուհետև պաշտոնական ճաշկերույթից հետո կարճատև զրուցեց Ռուսաստանում հայ վետերանների հետ ու հրաժեշտ տվեց տոնահանդեսի տիրոջը Վլադիմիր Պուտինին։ Վերլուծաբանների կարծիքով վարչապետի այցը Մոսկվա պայմանավորված է այն մտավախությամբ, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում հալոցք է նկատվում։ Շրջանառվում է տեսակետ, թե Թրամփը Հարավային Կովկասը տվել է Պուտինին, նրանք կիսել են աշխարհը։ Մյուս կողմից էլ Հայաստանը չի կարող անընդհատ փախչել Ռուսաստանից, հիվանդանալ։ 2024 թվականի դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսով է վարակվել եւ չէր մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Հարավային Կովկասում, կոնկրետ Հայաստանում ներկայությունը բխում է Ռուսաստանի շահերից։ Հայաստանը պետք է գիտակցի դա եւ փորձի դիվանագիտական առևտրի գնալ։ Թե ինչ կբերի Փաշինյանը Մոսկվայից ցույց կտան առաջիկա հայտարարություններն ու քաղաքական ֆոնը, սակայն այն, որ Հայաստանի վարչապետն իրեն մեղմ ասած այնքան էլ հարմարավետ չէր զգում Հյուսիսային Դաշնակցի տանը եւ ստիպված հյուր գնալու կարգավիճակը ակնհայտ էր նրա պահվածքից, փաստ է։ Թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին պահին այդպես էլ Մոսկվա չայցելեց, սակայն Ռուսաստանում նրան չեն մոռացել։ Այդ մասին նրանց հիշեցրել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը։ Особая дата. Сейчас мы видим главу Азербайджана, премьера Армении, прошу прощения. Ռիդա Ղազարյան, Կարիկ Արամյան, TV News։